Ինքն ասում էր, այնինչ մեծ է եղել, մնացյալը ստություն է ու կեղծիք, ու նա չսխալվեց։ Արվեստի աշխարհում միշտ կրկեն են բորբոքում, ինչ որ բաներ մեծարվում են, ինչ որ բաներ նսեմացվում։ Արվեստում անվիճելի ոչինչ չկա։ Ոմանց համար գեղանկարչությունը մոլուցք է կամ ձևի հիմն է, իսկ ինձ համար ձևը սոց կեղև է, որից այն կողմ պետք է տեսնել ներքին կառուցվածքը, ներքին շարժումը։ Մենք նկարիչները շնորհակալ պետք է լինենք լուսանկարչությանը, որը գեղանկարչությունը ազատեց փաստագրական ժանր լինելու ծանր պատականությունից։ Հաճախ ասում են, նկարիչը կտավի վրա բնօրինակ է պատկերել։ Ինձ թվում է, որ նկարիչն ավելի շուտ արտահայտում է, մարմնավորում է, ոչ թե պատկերում։ Մեծանում գեղանկարիչ և նորարար արվեստագետ Երվանդ Քոչարի 125-ամյակին է նվիրված մեր այսօրվա հանդիպումը։ Իմ հյուրերն են այսօր Լալա Քոչար, Հակոբ Մովսես, Արքմենիկ Նիկողոսյան, Գետիկ Բաղդասարյան։ Պիտի խնդրեմ, որպեսզի հետ գնանք և փորձեք հիշել ձեր առաջին հանդիպումը Երվանդ Քոչարի և նրա արվեստի հետ։ Տիկին Քոչար։ Ինձ մոտ 2 անգամ է եղել հանդիպում Քոչարի հետ։ Առաջինը 1971 թվականն էր ամռանը, երբ բարեկամուհուս հետ գնացինք նկարչի տանը բացված Երվանդ Քոչարի ցուցահանդեսը դիտելու։ Արդեն ցուցասրահում էինք, երբ լուր տարածվեց, որ Քոչարն է գալիս։ Բոլորի հետ մենք էլ նետվեցինք նախասրահ գնելու ցուցահանդեսի կատալոգ, որպեսզի արժանանանք Քոչարի մակագրությանը կամ գոնե ստորագրությանը։ Անսահման բարի աչքերով քնախույս մի հայացք էր նետում իրեն կատալոգը մեկնած երիտասարդի վրա, հարցնում անունը եւ արագ-արագ գրանցում կատարում։ Վերջապես իմ հերթն էլ հասավ եւ իմ դիմաց կանգնած էր ոչ բարձրահասակ, բայց վսեմ կեցվածքով ազնվազար արենքնող արտաքինով մի փառահեղ ծերուկ։ Նրանից մի տեսակ խաղաղ լուսավորություն էր հորդում։ Իսկ այդպիսի կապույտ ու խորաթափած աչքեր ես դեռ չեմ հանդիպել։ Չի կարող պատկերացնել երջանկությանս չափը, երբ կարդացի ինձ մակագրված գրությունը։ Գրել էր Չքնաղ Լալային Երվանդ Քոչարից հիացումով։ Ճիշտ էլ գրել էր Չքնաղ Լալային։ Այս տողերը իսկապես մոգական ուժով են օժտված։ Երբ տխուր եմ լինում, կարդում եմ եւ աշխարհը կրկին լուսավորվում է։ Եվ ով կմտածեր, որ հետո տարիներ հետո դուք տարիներ չէ, պատկերացնում եք մի քանի օր հետո ես լրիվ պատահաբար Պոլիտեխնիկ ինստիտուտում հանդիպել եմ Հայկ Ազեն։ Ճիշտ է 20 օր որդուն։ Ճիշտ է 20 օր հետո իմացա, որ ինքը Քոչարի որդին է, որտեղ անձամբ ինքը չասեց, այլ իմացա իմ ընկերուհուց, որ ճարտարապետականի ուսանողի էր։ Հաջորդ մեր հանդիպումը արդեն երբ որ հանդիպում ենք Հայկ Ազեի հետ, ամիսներ անց տարավ իրենց տուն ծնողների հետ ծանոթացնելու եւ երեկո էր, երբ մտանք բոլորը նստած սեղանի շուրջ թեյ էին խմում։ Քոչարներ, Տիկին Մանիկներ, տատիկներ։ Մենք էլ նստեցինք, հետո Տիկին Մանիկը ինչ որ բաներ պատմում, այդ ընթացքում բոլորը ուշադիր ինձ էին զննում։ Մեկ էլ հանկարծ Քոչարը դիմեց ինձ, ասելով դու գիտես, որ շատ իմ մամային ես նման։ Հետո սկսեց հարցեր տալ։ Ու երբ որ հարցրեց ազգանունս, պատասխանեցի գիտեք, մինչև հիմա ականջումս է նրա այդ բարձր բացականչությունը եւ աչքերից դիմաց նրա դեմքի այդ զարմանքի արտահայտությունը։ Բոլորս մի պահ քարացանք, ամեն ինչ պարզվեց, երբ որ ասաց, որ իր մոր ազգանունն է Մարտիրոսյան։ Պատահական ոչինչ չի լինում այս կյանքում։ Հետո Հայկ Ազին ուղարկեց գինի բերելու։ Եվ ամեն ինչ պարզ է։ Ես Երվանդ Քոչարի հետ անձնական հանդիպում չեմ ունեցել, չնայած 70-ական թվականների երիտասարդական բոհեմը
մի քանի արեքակի շուրջ էր պատտվում, դրանցից մեկը Երվանդ Քոչարն էր։ Ընդհանրապես իր կերպարը ինձ համար իր արվեստով է, իր նկարչությամբ եւ իր քանդակագործությամբ անցած դարի մեր մշակույթը դարասկզբին համաշխարհային մշակույթ էր։ Մեր եթե նայում եք եւ նկարչությունը եւ գրականությունը եւ պոեզիան 37 թվականին այդ գիծը մենք տարտղնվեց, եթե չասեմ կորավ կամ հետին պլան մղվեց, բայց փառք Աստծո մի քանի մարդիկ կային Հայաստանում եւ արվեստի մեջ եւ գիտության մեջ եւ ընդհանրապես կերպարի մեջ, որոնք մեր մշակույթը դարձնում էին համաշխարհային մշակույթ։ Մարտիրոս Սարյանը համաշխարհային նկարչության արկայությունն էր Հայաստանում։ Երվանդ Քոչարը համաշխարհային նկարչության, համաշխարհային քանդակագործության արկայությունն էր Հայաստանում։ Այս իմաստով էր, որ ամբողջ երիտասարդությունը մանավանդ 60-ական թվականներից հետո, երբ որ մեր մշակույթի մեջ, այսպես ասած, մոդեռնիզմի թելեր էին սկսում ցեկցեկալ, մենք ցկտում էինք ուրեմն երիտասարդներով, իհարկե ես դեռ այդ ժամանակ շատ երիտասարդ էի, այդ մարդկանց շուրջ պատտվել։ Ես կարծում եմ ցանկացած հայ մարդու, եթե հիմա բերենք այս տաղավար եւ ասենք առաջին անգամ ինչպես է հարաբերվել Քոչարի արվեստի հետ, եթե չի ճանաչել, բնականաբար կպարզվի, որ ցանկացած հայ հարաբերվել է ի սկզբանե մանկուց, երևի թե առաջին իսկ պահից, երբ որ քիչ թե շատ շփվել է մշակույթի հետ, որտեվ չիմանալով անգամ Քոչարին, մենք գիտենք նրա կերտած արձանը, Սասունցի Դավթ արձանը, եւ բնական է, որ իմ հարաբերումն էլ Քոչարի հետ նախ եւ առաջ սկսվում է այդ արձանով, առանց նույնիսկ իր անունը իմանալու, եւ այդ առումով ես շատ շնորհակալ եմ ուղղակի եւ որպես իմ եւ Քոչարի ծանոթության սկիզբ, այսպես պետք է համարեմ Վիգեն Իսահակյանի Փարիզ Քոչար անցած օրեր գյուշագրական գիրքը, որտեղ ես առաջին անգամ բացահայտեցի այդ տեսակ մեծության, ինչպիսին Երվանդ Քոչարն է, եւ դա ոչ միայն իր արվեստն է, որը մանրակրկիտ իսկապես վերլուծում է Վիգենը, այլ նաեւ իր հարաբերություններն են, շփումներն են եւ նախ եւ առաջ իր կերպարը, որը իր մեջ խտացնում եւ խորհրդանշում է շատ բան։ Կարծում եմ, որ նաեւ Քոչարի ներկայությունն էր, որ պայմանավորեց մոդեռնի գոյություն ոչ միայն մեր մշակույթում ընդհանրապես, այլ գրականության մեջ մասնավորապես իր գոյությամբ լոկ, հա, թեկուզ իր կերտած արձանների այդ մանրուքների վերլուծությամբ եւ այդ առումով Քոչարի ու իմ այսպես բարեկամություն հետո խորացավ երևի ես եմ բացառիկներից եմ Հայաստանում, որ առանց երբևիցե շփվելու իր հետ, առանց երբևիցե արվեստագիտական խոր գրքեր կարդալու իր ստեղծածի մասին, ուղղակի անդադ հարաբերվում է իր ստեղծածի հետ, նկարների հետ, քանդակների հետ, իր էության հետ, իր կերպարի, նամակների, վերջերս էլ պարզվեց, որ նույնիսկ գրողական ջիղ ունի իր հրաշալի տեքստերը, որոնք չգիտեմ, եթե մարդիկ հարաբերվել են դրա հետ, ուղղակի գլուխ գոտոցներ են եւ սա բերում է մշտական հարաբերում իմ եւ մեծ Քոչարի։ Սովորում է Պիոներ պալատում, ասին, որ ձեր մոտ մեծ մարդ է գալու եւ եկավ Քոչարը։ Քոչարը չգիտեի առաջի անգամ այդտեղ տեսա եւ զարմացա ու Սասունցի Դավթի արձանը նոր էր բացվել, մեծ մասը երեխաների Սասունցի Դավթ էին քանդակում, եկավ ասեց ինձ դու քանդակել ես Սասունցի Դավթ, ասի չէ, ասեց դե ասեց ու շատ դեր կլինես, բան ու գնաց։ Հետո ամեն անգամ երբ որ գնում ենք նկարիչների միություն, եթե բազմություն կա համախմբված ինչ որ մարդիկ էին, նշանակում է Քոչարն է եկել։ Երիտասարդ նկարիչներ, քանդակագործներ, ամենք ուզում էին լսել Քոչարի խոսքը, որտեղ բոլորի համար շատ կարևոր էր։ Եվ զարմանում էի, թե ինչ սիրով, ինչ ծարավ աչքերով են նայում Քոչարին, որ մի խոսք ասի, լսեն իրանից մի խոսք։ Եվ հետո էլ շատ բաներ մտածեցի, տեսա այդ ինչ հանճարեղ մարդ է։ Մարդ, որ կարող է ծավալով մենակ էպոս ստեղծի, գույնով, գրաֆիկայով կարող է մի մանկական հրաշք, պարզ, զուլալ, հալալ արվեստ ստեղծի։ Այդպես չի լինում եւ ինչ հանճարեղություն է, չեմ պատկերացնում։
Քոչարը այո, հրաշալի գրում էր նաև եւ ես առիթ ունեցա նաև ուսումնասիրելու եւ կարդալու նրա տողերը եւ այսպես է գրել. Արվեստը մի անավարտ կամուրջ է, որի մեկ ոտքը հենված է կյանքի վրա, իսկ մյուսը մեկնված է դեպի անեզրությունը։ Ամեն մի հանճար երկարացնում է այդ ոտքը, որպեսզի գտնի երկրորդ հենարանը։ Եվ այդպես անվերջ։ Դրա համար արվեստը մարդկության լավագույն իղձերի անվախճան պատմությունն է։ Վրձնով պատկերում էր այն, ինչին միտքը հասնում էր վերացականորեն։ Նրա համար կերպարվեստում ոչ մի գաղտնիք չկար։ Նրա տարածական եւ կինետիկ գեղանկարչությունը համաշխարհային կերպարվեստում նոր արտահայտչամիջոցներ դարձան։ Երևանդ Քոչարը ծնվել է 1899 թվականին Թիֆլիսում։ Հայրը գինեգործ էր, մայրը տնային տնտեսուհի։ Նախնական կրթությունը ստացել է Ներսիսյան դպրոցում։ Զուգահեռ սովորելով նաև նկարչության եւ քանդակի դպրոցում։ Նրա առաջին ուսուցիչը հայ իմպրեսիոնիզմի հիմնադիր Եղիշե Թադևոսյանն էր։ 11 տարեկան էր, երբ նրա միայնակ կինը նկարը հիացրեց շատերին եւ հուշեց ապագա արվեստագետի տաղանդի մասին։ Չբավարարվելով Թիֆլիսում ստացած մասնագիտական կրթությամբ, մեկնեց Մոսկվա, սովորեց Պյոտր Կոնչալովսկու արվեստանոցում։ 1919 թվականին վերադառնալով Թիֆլիս ցուցահանդեսներ ունեցավ, դասավանդեց եւ կարճ ժամանակ անց ճանաչում եւ համբավ ձեռք բերեց։ Երազում էր Փարիզի մասին, բայց միջոցները չէին բավարարում։ Մեկնեց Պոլիս, ցուցահանդես ունեցավ։ Վենետիկում ուսումնասիրեց Սուրբ Ղազար կղզու մանրանկարչական հավաքածուն, հռոմեական եւ վերածննդի շրջանի կերպարվեստը։ Տպավորություններով լիցքավորված ստեղծեց բազմաթիվ գործեր։ 1923 թվականին հասավ իր երազանքի քաղաք։ Ամիսներ անց հարյուրավոր նկարիչների հետ մասնակցելով ամենամյա ցուցահանդեսին անմիջապես իր վրա սևեռեց արվեստաբանների ուշադրությունը։ Նա քմահաճ Փարիզին ստիպեց խոսել իր մասին, խոսել հիացմունքի լեզվով։ 13 տարի Փարիզում ապրելուց հետո, երբ հասել էր իր փառքի գագաթնակետին, որոշեց վերադառնալ հայրենիք։ Դարձավ նկարիչների միության անդամ, մասնակցեց հանրապետական եւ միութենական ցուցահանդեսների, բուռն ստեղծագործական գործունեություն ծավալեց։ 1939 թվականին Սասնա ծռեր էպոսի հազարամյակի տոնակատարության արարողություններից 1.5 ամիս առաջ հանձնարարություն ստացավ կերտել Սասունցի Դավթի արձանը։ 18 օրում գիպսաարձանն արդեն պատրաստ էր, բայց Քոչարը ձերբակալվեց հակասովետական քարոզչության համար, իսկ արձանը ոչնչացվեց։ Արձանի կերտման աշխատանքներին վերադարձավ 18 տարի անց։ Հայրենիքում անհատական ցուցահանդես ունեցավ վերադառնալուց միայն 30 տարի անց, 1965 թվականին։ Քոչարն ասում էր. «Գեղանկարչի համար կարևոր է գոնե մի քիչ մարգարե լինել, այսօրվա մեջ տեսնել վաղը։ Պիկասոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակն է։ Ինձ պետք է ժամանակի մեջ հասկանալ, եւ հասկացան»։ Տիկին Լալա, իրեն ծանոթանալիս եւ ուսումնասիրելիս իր կենսագրությունը ես արձանագրեցի նաև ինձ համար, թե որքան ազատ մարդ էր, բայց այդքան անազատության մեջ։ Եվ ինչքան ոճային էր իր թիթեռնիկը միշտ, ինչպիսի բնավորություն ուներ։ Համարձակ էր, ազնիվ էր, միշտ ճշմարտությունը դեմքին ասող, հաճոյամտությունը իրեն խորթ էր։ Երբ որ պետք էր ինչ-որ գնահատականներ ասել, բացարձակապես ուշադրություն չէր դարձնում հեղինակի դիրքին, կոչումին, ասում էր ինչ-որ մտածում էր։ Ղուկաս Չուբարը մի հրաշալի հուշ ուներ իր մասին, պատմում էր, որ 36-37 թվականներն էին, մեծ ալիք էր բարձացել, արշավ էր սկսվել բոլոր այն արվեստագետների դեմ, ովքեր իբր թե ֆորմալիստական հակումներ ունեին։ Դա դիտարկվում էր որպես բուրժուական արվեստի մնացորդ ազդեցություն եւ խիստ փորձում էին արմատախիլ անել։ Ժողովներից մեկի ժամանակ, իսկ այդ ժողովները անընդհատ տեղի էին ունենում, ելույթ ունեցողը իր խոսքում ասում է, որ Քոչարի մոտ նկատվում են ֆորմալիստական էլեմենտներ։ Քոչարը առանց իրեն զսպելու վեր է թռնում տեղից եւ ասում, ինչ ես ասում, ես տեղովս մեկ ոտից գլուխ ֆորմալիստ եմ։ Եվ Չուբարը պատմում էր, ասում էր նրա խոսքը, այդ համարձակացված խոսքը, որ ոչ թե համարձակություն էր, այլ հանդգնություն, մեր ժամանակների համար ասես մի կաթիլ կենարար ջուր լիներ համատարած անապատում, բայց այդ կաթիլը այնպիսի հատկություն ուներ, որ կարող էր ավազի մեջ ընկած սերմը
կենթանի պահել։ Քոչարը այդ տեսակ արվեստագետներից էր, ընդլայնում էր մարդկանց մտածողության շրջանակը, իմաստուն ազատության։ Իր ազատությունը ոչ թե քաոսային էր, որ քաոս պիտի բերեր, այլ իմաստուն ազատություն էր։ Պարոն, այն ինչ մեզ համար այսօր սովորական մի երևույթ է եւ այն կոչում ենք այսօր 3D, Այո։ այն ժամանակ նորարարություն էր եւ այդ նորարարությունը արվեստ բերեց հենց Քոչարը։ Տանապես Քոչարի արդիականության մասշտաբները անսահման են համարում Երվանդ Քոչարը այն արվեստագետն էր, որը հայկական թեմատիկան դեպալ դեպքում ես նկատի ունեմ, ասենք նորից իր արձանագործությունը, մենք արձանագործության մասին շատ պետք է խոսենք, որտեղ ինքը դրանով է, այսպես ասած, համաժողովրդական ճանաչումը փառք վայելում։ Ինքը հայկական թեմատիկան էկզոտիկ տեղական միջավայրից կտրեց եւ դարձրեց համաշխարհային քանդակագործության տվյալ դեպքում արձանագործության թեմա։ Ահա երբ որ մենք այսօր գնում ենք եւ նայում ենք Քոչարի արձանները, Սասունցի Դավիթը, մեր էպոսի, մեր ազգի սիմվոլը, մեր ժողովրդի սիմվոլներից մեկը, մենք այդ արձանը նայում ենք ոչ միայն իբրև մեր ժողովրդի բանահյուսության, էպոսի, այլ արտահայտություն, այլ դա նայում ենք 20-րդ դարի քանդակագործական արվեստի չափանիշներով եւ դա ուրեմն մեր մտքում հառնում է որպես 20-րդ դարի արձանագործության մեծագույն նվաճումներից մեկը։ Պարոն Բաղդասարյան, փաստորեն հիմա մենք երբ տեսնում ենք Սասունցի Դավթին, մենք այլ կերպ նրան այլևս չենք էլ պատկերացնում։ Երբ ասում ենք Սասունցի Դավիթ, մենք հենց նրան ենք պատկերացնում։ Ու դժվար է նաև մեր սերնդի համար պատկերացնել, որ ժամանակին այս արձանը քննադատության է ենթարկվել։ Եղել են մարդիկ, որ օրինակ քննադատել են այս արձանը, եւ սա Քոչարի վերադարձն էր։ Սարսափելի քննադատության են ենթարկել եւ ինչա կատարում։ Նախ Քոչարը որպես քանդակագործ եմ ասում, ուսումնասիրել է պարսկական, ասորական, հայկական, եգիպտական արվեստները անալիզա կատարել, մեզ ներկայացրել է Սասունցի Դավիթը ոճավորմամբ եւ կոմպոզիցիայով նորությունը եւ մյուս քանդակներն էլ մենակ Սասունցի Դավիթը։ Նույնը, այո, Ասում գիտեք ինչ, ես այդպես եմ մտածում եւ ձեզ ստիպում եմ, որ դուք այդպես մտածեք, կընդունեք, լավ, չեք ընդունել, էլի լավ, բայց ես էդ եմ եւ անում եմ հեղափոխություն։ Չի ասել այդպես, բայց անում եմ հեղափոխություն, արել է իսկականից։ Չի ասել, բայց արել է։ Նայում ենք քանդակին, հիանում ենք ամեն ինչով։ Այդպիսի քանդակ 20-րդ դարում չկա, լավագույն 20-րդ դարի ձիարցանն է եւ ինչ եմ մտածում կլներ Սասունցի Դավթի արձանը, եթե ինքը այդ գրաֆիկական լիստերը չաներ, չէր լինի։ Իհարկե։ Որտեվ դրանց մեջ մանկական պարզություն կա, մանկական անկեղծություն կա, անմիջականություն կա, նայում ես, շշում ես, այդ մարդը ոնց է արել, ֆակտուրան, կոմպոզիցիան, պարզությունը, հստակությունը, մի խոսքով նայում ես, զարմանում ես, այդ ինչ հզոր ուժի մտքի կոմպոզիցիայի տեր մարդը, որ նրանից է գալիս Սասունցի Դավիթը։ Եվ շատ ուրախ եմ, շատ հպարտ եմ, որ տենց արձան ունենք, պետք է սիրենք, շոյենք, փայփայենք այդ արձանը, այսպես պահենք։ Անպայման։ Արքունիկ, ուզեի խոսենք նաև մարդ քաղաք շարքի մասին, որովհետև այնպիսի զգացողություն է, որ նա տեսնում էր մեր այսօրը։ Եվ երևի թե պատահական էլ չէր, որ անվանումն էլ մելանխոլիա է։ Ընդհանրապես ոչ միայն մելանխոլիան, այլ էլի շատ գործեր, երբ որ մենք մի քիչ ավելի խորքային դետալային մեկնությունների ենք փորձում արժանացնել, ապա դրանց մեջ շատ պատմություններ կան մեր այսօրվա մասին, նույնիսկ եթե ուզում եք վաղվա մասին, այլ Բաղդասարյանն ասում է զարմանում ես ոնց է արել, չէ, բայց այնտեղ այդ դետալները այնպես են ամբողջացված, որ
քեզ թվում է այս մարդը ամեն ինչ գիտի եւ այսօրվա եւ վաղվա եւ մյուս օրվա մասին եւ այդ առումով տեսեք եթե մի քիչ ավելի հետ գնանք նույնիսկ նրա ֆրանսիական շրջանի բազմաթիվ գործերում մինչեւ խորհրդային Հայաստան գալ եւ առավել եւս խորհրդային Հայաստանում այդ Սասունցի Դավթի համահավաք էպոսի բնագրի համար արված նկարները ընդ որում ոչ միայն Դավթինը որտեղ այնտեղ կա տարբեր ճյուղերից արված նկարներ կան, որտեղ այդ մոնումենտալությունը ազգային է եւ դրանց մեջ որոշակի կոդավորումներ տեսնել զգում ես Երվանդ Քոչարի գործերում։ Եվ այդ առումով մենք իր կերպարի եւ իր նկարչության, իր գործի, իր քանդակագործության համադրումով շատ բաներ կարող ենք զգալ, չգիտեմ, շատ բաներ կարող ենք մեկնաբանել, շատ բաներ կարող ենք կանխատեսել եւ դրա գլխավոր պատճառն այն է, որ նա ամենախոր, ամենաազգային մեր արվեստագետներից է, որովհետև ես նրա յուրաքանչյուր աշխատանքի մեջ, անգամ այն տարածական նկարչության գործերի մեջ, ասենք առավոտի մեջ, թվում է թե ինչ ազգային երանգներ, ինչ ազգային որակներ կարող ես փնտրել, ես միշտ փորձել եմ տեսնել ինչ է կոդավորում։ Գիտեք, մենք վերջերս առիթ ունեցանք Տիկին Լալայի հետ մի տեքստերի հետ շփվել, դրա ցուցահանդեսների մասին ինչ էին գրում Փարիզի մամուլը, հա, եւ ես ոչ միայն հրճվում էի այդ մեծ գնահատանքով, այլ նաեւ որ այն ժամանակ էլ արդեն տեսել են Քոչարի արվեստի մեջ որոշակի կոդավորումներ դեպի ուր տանել եւ գիտեք այդ տարածական նկարչությունը որ այսօր համարում եք 3D-ի նախատիպ իրականում այդ տարածականությունը այլ իմաստներ էլ ունի դա կոնկրետ ինձ համար նաև մեր ժողովրդին իր մշակույթին բոլոր կողմերից նայելու նաև այսօրվա բառով ասած մեսիջ է, որովհետև մենք նույնիսկ այսօր Քոչարի արձանները նայում ենք մի պարզ հայացքով եւ պատահական չի, որ մենք այսօր Սասունցի Դավթի արձանն էլ լավ չգիտենք եւ իսկապես պետք է դետալային որևէ արվեստագետ այդ արձանը ներկայացնի, բայց ամենակարևոր բաներից մեկը, որ ես միշտ ֆիքսել եմ Քոչարի հատկապես ազգային այսպես ուղղվածության գործերում եւ ինքը միշտ կա նաև իր դիմագծերով, չգիտեմ դուք կարող համաձայն չլինեք, բայց օրինակ Սասունցի Դավթի դիմագծերը ես շատ եմ նմանացնում հենց իրեն, Երվանդ Քոչարին եւ սա նաև չասեմ ինքնարձան է, բայց նաև այդ տեսակ դետալներ են օգտագործվել։ Ես դրա արվեստը գնահատում, սիրում եմ հենց այդ ազգային տեսանկյունից եւ ապշելու է, որ այդքան կապած մեր ազգայինին այդքան համաշխարհային է Երվանդ Քոչարը։ Տիկին Լալա, նրա կենսագրության հավաքագրողներից մեկը քույրն էր, Տիկին Ժենյան, եւ հետագայում կինը Տիկին Մանիկը հենց իր պատգամով եւ որոշմամբ ձեզ համարեց Քոչարի ամբողջ ժառանգության պահապան եւ դուք շուրջ 40 տարի եղաք այդ թանգարանի տնօրենը։ Կուզեի այս մասին խոսենք եւ Որն է ամենակարևորը, որ միշտ ցանկացել եք, որպեսզի բոլոր նրանք, ովքեր այցելել են Քոչարի տուն-թանգարան, իմանան իր մասին։ Միշտ փորձում ենք մեր այցելուին, երբ որ արդեն դուրս է գալիս, պարտադիր մի պատգամ ասել, թողնել։ Քոչարը ստեղծագործել է կերպարվեստի բոլոր բնագավառներում եւ բոլոր բնագավառներում էլ թողել գլուխգործոց աշխատանքներ։ Այդպես չի լինում։ Ասելով կերպարվեստի բնագավառ պետք է նկատի ունենալ արձանագրությունը, գեղանկարչությունը, գրաֆիկան, գծանկարչությունը, հրաշալի գործեր ունի։ Այնպես էր ստացվել, որ ժամանակին, ասենք, նկարիչներ ասում էին, ինչու՞ չեք զբաղվում գծանկարչությամբ, գրաֆիկայով, գրաֆիկ նկարիչներ ասում էին, քո կոչումը քանդակագործ լինելն է, քանդակագործներն էլ ուղղորդում էին նրան ավելի շատ դեպի նկարչություն։ Եվ գիտեք, ունենալ այդպիսի գլուխգործոց աշխատանքներ եւ միաժամանակ նոր խոսք ասել արվեստում, հանձին իր տարածական նկարչության, այն էլ որտեղ Փարիզում այդ արվեստների համաշխարհային մայրաքաղաքում ամենադաժան մրցակցության պայմաններում եւ պահպանել իր ազգային նկարագիրը։ Սա ենք միշտ փորձում վերջում հանրագումարի ձևով ներկայացնել, ասելով, որ իսկապես Քոչարի ստեղծագործությունը նպաստեց ազգային ինքնագիտակցության, այդ պատմական հիշողության, ազգային ոգու վերածննդին եւ պահպանմանը։ Նա հայ արվեստի ողջ պատմության մեջ նմանօրինակը չունի։ Քոչարն այսպես է գրել. Մեր դարը մեծ խիզախումների, մեծ հայտնագործությունների դար է։ Մարտն առաջին անգամ իր ամբողջ գոյության ընթացքում կտրվեց երկրի ձգողական ուժից, որը նրան գամում էր երկրին եւ
մխրճվեց տիեզերքի մեջ։ Մարդը կարողացավ ատոմը տրոհել, բայց դեռևս չկարողացավ մարդուն երջանիկ անել։ Երջանկության գաղտնիքը մնաց դեռևս չհայտնագործված։ Արվեստագետներից շատերը երազեցին գերիրականը, որով մարմին առան իրենց երազները կամ հետադարձ հայացք գցեցին անցած մանկության օրերին, երբ անգիտակից աշխարհին եւ մարդու համաշխարհային վշտին երջանիկ էին իրենց միկրոկոսմոսում, իրենց փոքրիկ կյանքի փոքրիկ աշխարհում։ Քոչարի հայացքը մշտապես ժամանակի մարտահրավերներին ուղղված պատասխաններ փնտրող եւ նոր հարցադրումներ առաջադրող արվեստագետի հայացք էր։ Եվ նրա արվեստը շատ բազմանիստ է եւ բազմաշերտ։ Մարդասիրություն քարոզել է եւ մարդու ներաշխարհի արտահայտումը դարձրել է կերպարվեստի գերխնդիր եւ փորձել արտահայտչամիջոցներ գտնել այդ խնդիրը լուծելու համար։ Այդ մարդասիրություն կամ հումանիստական նկարչության ստեղծագործությունները պետք է տարածեին վեհ գաղափարներ, փիլիսոփայական մտքեր, բարոյական սկզբունքներ, տարածեին սեր եւ մարդասիրություն, եւ որպեսզի կատարեին իրենց այդ առաքելությունը, նրանք պետք է հասանելի լինեին բոլորին, լինեին նաեւ զարմանք առաջացնող, շատ խորիմաստ եւ խորաշերտ։ Եվ կարծում ենք, որ Քոչարը արտահայտչամիջոցներ գտավ այդ արվեստը զարգացնելու համար եւ Հայաստանին եւ ընդհանրապես աշխարհին նվիրեց քարի, մետաղի եւ կտավի վրա ամրագրված այդ մարդասիրության քարոզի բացառիկ եւ հիասքանչ նմուշներ։ Ծնվելով ցարական Ռուսաստանում, կրթվելով այնտեղ, հետո Եվրոպա անցնելով, այդ հեղափոխական շրջաններով անցնելով մի քաղաքակրթական վիճակից մի ուրիշ քաղաքակրթական, մի քաղաքական վիճակից մի ուրիշ քաղաքական, հետո նորից Եվրոպայից վերադառնում է արդեն ստալինյան Հայաստան եւ այդտեղ մի նոր հարվածների ուրեմն բույլ է ստանում եւ այդ ամբողջին իր արձագանքը ոչ թե չարանալն էր, ոչ թե այդ ամեն ինչից կոտրվելն էր, այլ այդ ամեն ինչի մեջ կարողանալ այն հակաթույնը ստեղծել, որով դու կարողանաս հետո որպես արվեստագետ արդեն շատ ավագ տարիքում կարողանաս ստեղծել այնպիսի ստեղծագործություն, ինչպես ասացի դարձի արձաններ, արդեն լրիվ ավագ տարիքում, ել չեմ ասում ավելի ուշ շրջանի ստեղծագործությունների մասին։ Այսինքն մարդ, որը չի կոտրվում, այլ մարտահրավերներից, կյանքի մարտահրավերները ընդունում է որպես նվեր եւ կարողանում է այդ նվերը վերածել էլ ավելի մեծ անհատականության։ Կուզեմ անդրադառնալ Քոչարի ոչ թե արվեստի, գեղարվեստի, քանդակագործության մեջ ներդրման մասին, այլ Քոչար քաղաքացու, Քոչար մշակույթ ստեղծողի։ Մանսուրյանն էր Տիգրան պատմում, որ Քոչարը Երևանում առանձնանում էր իր հագուկապով, այդ մշակույթ թելադրելով։ Մի անգամ մայստրո Մանսուրյանը նորից տեսնում է փողոցում, մինչ այդ Փարիզում է եղել եւ տեսել է Քոչարի գործերը։ Ու ասում է. «Վարպետ, եղա ես ինչ կենտրոնում, տեսա քո ես ինչ քանդակը»։ Ու Քոչարը ասում է. «Այս ծառերը կանաչել են»։ Մանսուրյանը նորից էլի այդ գործին ասում է. ինչ որ այդ միջավայրին վերաբերվող ինչ որ հարց, ասում է, երիտասարդ է, ուշ հասկացա, որ դա ցավ է իր համար խոսել այն գործերից, այն ժամանակաշրջանից, որին երևի ամբողջ կյանքը կարոտ է մնացել։ Այդ բուրըն փոփոխությունները, որոնք տեղի էին ունենում, նկատի ունեմ արդյունաբերականացման այդ 20-ական թվականների բուրըն ընթացքը եւ հետո այն մեծ սոցիալական հեղաբեկումները, որոնցով դա ուղեկցում էր, դեպրեսիան, ասենք, տնտեսական, որը ճգնաժամը, որը տիրում էր, այդ բոլոր տարիներին ինքը մի արևմուտքում էր եւ այդ ամեն ինչի ընթացքում այդ ինքը կարողանում էր իր ժամանակի լավագույն արվեստագետների հետ համահունչ եւ ոչ միայն համահունչ, այլև նույն շրջապատում իրենք կարողացան միացյալ մանիֆեստ ստեղծել, որը մանիֆեստ էր այդ փոփոխությունները ոչ թե մերժելու, այլ այդ փոփոխությունների հնարավորությունները տեսնելու, օգտագործելու որպես արվեստագետներ, ըմբռնելու ժամանակի էությունը։
Քոչարի համար այդ նոր գեղանկարչությունը պետք է լիներ ոչ թե ավանդական, արդեն կրոնական, այլաբանական կամ դիցաբանական ուրեմն սյուժեների պատկերում, այլ բոլորովին նոր արտահայտչական միջոցներով եւ լուծումներով եւ նա այդ որոնումների շարքում կարողացավ ստեղծել տարածական նկարչությունը։ Եվ կարծում ենք, որ Քոչարի արվեստի մեծագույն առանձնահատկություններից մեկը այն է, որ նա կարողացավ միավորել փիլիսոփայությունը եւ արվեստը։ Այս դեպքում փիլիսոփայությունը դարձնելով գեղանկարչության առարկա, իսկ գեղանկարչությունը դարձնելով փիլիսոփայության լեզուն։ Մոսկվայի պուրակ ունենք դրամատիկական թատրոնի մոտ։ Եվ այդտեղ կա մի արձան, տղամարդ ու կին են։ Մասնագետները ասում են, որ Զապել Եսայանի եւ Եղիշե Չարենցին է քանդակել։ Պատկերացրեք այդ ժամանակներում, երբ որ Չարենց եւ Զապել Եսայան անունները արգելված էին, դրա համար կարող էր նորից հայտնվել Սիբիրներում, այդ համարձակությունն ունենաս, որ կարողանաս այդ գործը այդպես անել։ Կանշանավոր քանդակագործ Ղուկաս Չուբարյանի խոսքերը, որ ասում էր, որ Քոչարը բացառիկ արժեք էր ոչ միայն իր կոնկրետ ստեղծագործությամբ, այլև նրանով, որ ինքը բարեփոխեց գեղարվեստական կերպարվեստի ուրեմն մտածողությունը մեր իրականության մեջ։ Այսինքն Քոչարը Հայաստան բերեց, իր հետ բերեց բարձրագույն պրոֆեսիոնալիզմ, նորարարական լուծումների եւ արտադրամիջոցների մեծ բազմազանություն, նպաստեց կարծրատիպերի եւ միօրինակության հաղթահարմանը, ինչը ահռելի նշանակություն ունեցավ հայ մտավորականության, հայ կերպարվեստի եւ հայ գեղարվեստական մտքի զարգացման վրա։ Կիբերնետիկայի մուզան։ Այսօր արհեստական բանականության դարում էտը զգալ, իսկ երբ դու բացում ես սովետական հանրագիտարանը, կիբերնետիկա բառի դիմաց գրված էր ложная наука, կիբերնետիկան, գենետիկան, էտոլոգիան, այդ համարձակությունը, այդ զիլ զգացողությունը ժամանակի, ապագայի, կարևորության, կարևորը անկարևորից տարբերակելու, ապագան զգալու, կռահելու, այսօր երևի Քոչարին կասեին ժամանակակից բառով ֆուտուրիստ։ Ես շատ փոքր եմ եղել, երբ ինքը այլևս մեզ հետ չի եղել, բայց որոշակի շփումներ եւ առնչություններ իհարկե ունեմ։ Կարող ենք ասել, որ նա տարբերվում էր բոլորից, իր պահվածքով, իր խոսելաձևով, իր հագնվածով, ասում են, որ խոսում էր շատ թավշաձայն եւ հստակորեն արտահայտելով իր մտքերը եւ մշտապես իր խոսքը համեմում էր տարբեր առակներով, արևելյան եւ պատմություններով եւ նրան կարելի էր լսել առանց հոգնելու եւ հագենալու։ Պիկասոն առնվազն իմ ընկալմամբ եսակենտրոն մարդ էր։ Դե մեծերը այդպեսին են լինում։ Ու Պիկասոն իր նամակների մեջ նշում է, ես հիմա ճշգրիտ ձևակերպումը չեմ հիշում, բայց որ մեր մեջի հանճարը Քոչարն է։ Քոչարը համարում էր, որ մոնումենտալ ստեղծագործությունները պետք է մշտապես արթնացնեն մարդկանց խիղճը եւ հոգիները եւ պետք է կարողանան ստիպել մարդկանց ձգտել դեպի հոգեվորը եւ ձգտել ավելի բարձր կատարելության եւ տեղադրված լինելով մեր քաղաքի տարբեր հատվածներում նրանք ակամայից կատարում են իրենց այդ առաքելությունը, այն է հոգեվորի պահպանումը եւ վերացնությունը։ Նման մարդկանց կորուստը միայն ֆիզիկական կորուստ է, որտեղ դրանով սկսվում է իրենց երկրորդ կյանքը, թե երկրային, թե երկնային, որովհետև երկրի վրա էլ իրենք երկրորդ կյանք են ապրում եւ այն հանգամանքը, որ այո, մենք այսօր հավաքվել ենք եւ խոսում ենք Քոչարի մասին, այսքան տարի հետո իր մահվանից հետո խոսում են մասին, որ ինքը ներկա է մեր կյանքում։ Քոչարի պես մեծության մասին կարելի է անverջ խոսել, բայց պիտի խնդրեմ, որպեսզի ամփոփենք։ Ինչի համար հատկապես պիտի շնորհակալ լինենք Քոչարին։ Քոչարը այն երևույթն էր, որ մտնում է նկարիչների միջում բոլորը սպասում են, որ Քոչարը գա։
Պատճառն ինչ էր, որտեվ ընդվզել էր, սոցիալիզմը կոտրում էր, նոր բաներ ասում, բոլոր երիտասարդ նկարիչները ցանկանում էին այդ նոր բանը լսել եւ Քոչարն էլ մեծ պաշար ուներ գիտելիքների, տարբեր արվեստների եսիմինչ եւ բովվել էր ինքը Ֆրանսիայում, Փարիզում եւ այդ ամեն ինչը ինքը ներդնում էր նկարչության մեջ, քանդակագործության մեջ, գրաֆիկայի, ծավալային նկարչության մեջ, բայց ամենակարևորը ինքը լուր գոռում էր, որ ես հայ եմ, դրա ամեն ինչից հետո ես հայ եմ։ Քոչարին պետք է շնորհակալ լինել նախ եւ առաջ որպես հայ մեծ նկարիչ համաշխարհայինի հետ հարաբերվելու համար եւ ուղակի իմաստով եւ անուղակի դա անուղակին բոլորս գիտենք պարոն Օսես շեշտել ես ուզում եմ նաեւ այդ ուղակի կտորն էլ շեշտել որտեւ նա արվեստագետ էր մեծություն էր որը տալիս առնում էր ինչպես ասում են հենց ուղակի այդ շրջանի համաշխարհային նկարչության բոլոր մեծամեծերի հետ եւ ինքը ամենակարևորը այդ մեծամեծներից մեկն էր Երվանդ Քոչարը այն եզակի արվեստագետներից է մեր իրականության մեջ, ում թեմատիկան իրեն չի խեղդում։ Մեծ արվեստագետը ինքը միշտ իշխում է իր թեմայի վրա, իր արձանի վրա, իր նկարի վրա, որպեսզի ասածս վերացական չթվա, ես հետևյալը կասեմ։ Իհարկե մենք Քոչարի եւ նկարները եւ գեղանկարչությունը եւ արձանները մեր ժողովրդի մեջ համաժողովրդական, այսպես ասած, ճանաչում գտած արձանները գնում ենք նայելու Սասունցի Դավթի դեպքում Սասունցի Դավթի արձանը տեսնելու, Վարդան Մամիկոնյանի դեպքում Վարդան Մամիկոնյանը, բայց միաժամանակ չպետք է մոռանանք, որ երբ մենք գնում ենք Սասունցի Դավթի արձանը նայելու, մենք գնում ենք Քոչարի քանդակը նայելու։ Երբ որ մենք գնում ենք Միքելանջելոյի, ասենք, արձանները նայելու, գիշերը, ցերեկը, չգիտեմ, Մեդիչիների դամբարանի եւ այլն, մենք այդ պատմական ատաղձի հանդեպ մեր ողջ հիասմունքով, մեր ողջ ակնածանքով մենք արվեստագետ ենք տեսնում։ Այս իմաստով եմ ես ասում Քոչարային արվեստագետներից է, որը իշխում է իր թեմատիկայի վրա, որը իր հանճարի, այսպես ասած, լուսարձակը գցում է իր թեմատիկայի վրա, եւ եթե Սասունցի Դավթը կամ շատ ենք այս երկու արձանների անունները տալիս, դա բնական է, մեծ արձաններ են, ապա մեծ արձաններ են այն պատճառով, որ դրանց վրա ընկած է Երվանդ Քոչարի հանճարի լուսարձակը։ Արտակարգ անձնավորություններ հանճարեղ էր թե իր ստեղծագործություններում եւ թե իր գրվածքներում ես բախտ եմ ունեցել աշխատելու արխիվում նրա անձնական արխիվում կարդալ գրած նամակները դրանցից ամեն մեկը մի գոհար է շնորհակալ եմ որ առնչվել եմ նրա արվեստի հետ Ձեզ շնորհակալություն այս ամենը պահպանելու համար Մոսկովյան եւ Մաշտոց փողոցների խաչմերուկում իր տան եւ արվեստանոցի դիմաց իր բազկաթոռին քաղաքի անցուդարձին էր հետևում Քոչարը։ Այսօր մեզ իր աչքերով հետևում են նրա հեղինակած քարե բնակիչները։ Շնորհակալ եմ, կհանդիպենք առաջին